Ուզում էի, որ արձագանքեիք, դուք իհարկե 3 հայտարարություն եղավ, բայց Հայաստանից դուք ձեր լիազորությունների շրջանակը ներկայացնելով ստեյության ասացիք, որ այնտեղ այդ նկատմամբ Բաքու եւ այլն կամ իրենց այդ գործողությունների հետ կապված ինչ որ գնահատականների իրավասություն չունեք, բայց ամեն դեպքում Հայաստանի նաեւ իրավապաշտպաններ, ովքեր զբաղվում են գերիների հարցերով, ասում են, որ դուք կարող եք, օրինակ Սիրանուշ Սահակյանն ասում է, որ դուք կարող եք քննարկման առարկա դարձնել Հայաստանի իշխանությունների անգործությունը այդ հարցով եւ օրինակ ուզում եմ հիմա իմանալ դուք առհասարակ իշխանությունների հետ այդ հարցով ինչ որ քննարկումներ եւ այլն բնականաբար ոչ միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, նաեւ միջազգային բոլոր բարձրաստիճան հարթակներում եւ իմ բոլոր բարձրաստիճան հանդիպումների շրջանակներում ես բարձրացնում եմ այս հարցը։ Այստեղ իհարկե կարևորագույն հարցն այն է, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պիտի ազատ արձակվեն եւ սա է գլխավոր հարցը, այսինքն մենք հիմնական նպատակակետ ունենք, որը բխում է մարդու իրավունքների բոլոր հնարավոր ստանդարտներից, բոլոր հնարավոր միջազգային չափանիշներից ու արժեքներից եւ սա պիտի լինի նպատակակետ։ Մնացյալ բոլոր հարցադրումները իհարկե իրենց մեջ պարունակում են մարդասիրական եւ մարդու իրավունքների կոմպոնենտ, բայց պետք է հաշվի առնենք, թե որն է արդյունավետության եւ անկախության տեսանկյունից բավարար, իսկ արդյունավետության եւ անկախության տեսանկյունից առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ միջազգայինորեն ճանաչված անկախ մոնիթորինգային համապատասխան մեխանիզմ, որովհետեւ եթե խոսքը ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման մասին է, այլ ոչ այն հիմնական նպատակակետի, ապա ազատությունից զրկված անձանց երաշխավորումը հնարավոր է բացառապես մեծ գործառույթներ ունեցող, բոլոր հնարավոր գործառույթներ ունեցող, անկախության սկզբունքով աշխատող համապատասխան անկախության սկզբունքով աշխատող համապատասխան մոնիթորինգային մեխանիզմի պարագայում։ Դրա ստեղծման հարցում Հայաստանի իշխանությունը ինչ նպաստ կարող է ունենալ եւ ես ուզում եմ իմանալ նաեւ Տիկին Մանասյան կշարունակեք հետո ձեր խոսքը իշխանությունը դուք կարող եք ինչ որ կերպ օրինակ իշխանության հետ քննարկումներում եւ այլն օրինակ հանդիպում կազմակերպել հարազատները գնան Բաքու տեսնում եք այսպիսի հնարավորություն որ կարող է նաեւ ձեր միջնորդությամբ իշխանությունը կազմակերպել Ադրբեջանի իշխանությունների հետ հատկապես որ խաղաղության մասին հայտարարվում է հաստատված Հարգելի գործընկերներ, այս բոլոր հարցերի հետ կապված, եթե առկա լինի հրապարակման ենթակա տեղեկատվություն, բնականաբար ես ինքս նաև հրապարակային հանդես կգամ, բայց այս պահին հաշվի առեք, որ ցանկացած հարց կարող է քննարկման առարկա լինել, պարզապես նկատի ունեցեք, որ այդ բոլոր հարցերը բազմաշերտ են։ Ես իմ մասով հիմա բնականաբար չեմ խոսում պետական իշխանության անունից, որովհետև այդպիսի լիազորություն չեմ կարող ունենալ եւ չունեմ։ Ես զուտ խոսում եմ բայց ձեր անունից օրինակ Տիկին Մանասյան։ Իմ անունից չէ, որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան եմ խոսում։ Ձեր անունից կդիմեք, օրինակ, որովհետև իրավունքների խախտման մասին է խոսքը, Տիկին Մանասյան, որտեղ ձեր ասած հարց են տվել ինձ, հետո դուք հարց կտաք։ Ձեր անման մասին եք խոսում, ձեր պաշտոնի, ասում եք, ես չեմ կարող դնել, բայց բնական հարց է առաջանում։ Դուք որպես ձեր հարցին հետո պատասխանեք, լավ։ Այս հարցին պատասխանեք, հետո ձեր հարցին, որովհետև կարծում եմ նաև լրագրողները ինձ այդ հասանելիության խնդիր երբևէ չեն ունեցել, հաստատ կհասնեմ ձեր հարցին։ Հիմա այդ բոլոր հարցերը տարատեսակ շերտեր ունեն եւ ես կարող եմ պատասխանատվություն ստանձնել բացառապես մարդու իրավունքներին վերաբերող շերտի համար, այն էլ հստակ լիազորություններ ըստ էության այս հատվածում բնականաբար դուք եք հասկանում, որ մոնիթորինգային լիազորություն ես չեմ կարող ունենալ այլ պետությունում եւ բնականաբար այդ բոլոր առանձնահատկությունները պետք է հաշվի առնենք ձեր հարցը։ Հիմա իրավունքների խախտում է տեղ ունեցել, կներես Շողիկ, իրավունքների խախտում է տեղ ունեցել Տիկին Մանասյան, մարդկանց իրավունքները խախտում են եւ ձեր լիազորությունն է դա։ Գուցե կներեք եւ իմ լիազորությունն է իմ լիազորությունը հստակ է։ Տեսեք, հայ մարդու իրավունք է խախտվում։ Կներեք հիմա դուք այնպեսի մի բան եք ասում, որը լրիվ տեղաթիվում է մարդու իրավունքների պաշտպանի հաստատության էությունը։ Կներեք, ոչ, որովհետեւ ոչ, կներեք, ես իրազեկում
ստիպված պիտի անեմ նորից։ Չէ, բայց չէ թողում ես ճիշտ ձևակերպեմ։ Կներեք, պարոն Տիկին Մանասյան։ Երկու հարցերին։ Հա, որովհետև խոսքը այնտեղ գտնվող հայ գերիների իրավունքների, խոշտանգումների մասին են խոսում։ Եվ դուք որպես մարդու իրավունքների պաշտպան, մենք չենք ասում գնացեք Ադրբեջանում ինչ-որ բան արեք։ Դուք գոնե ձեզ համար բարոյական պարտք չեք համարում։ Դուք դիմեք, անձամբ դիմեք Ադրբեջանի ձեր համապատասխան գործընկերոջը, որպեսզի այդ կազմակերպի, ոչ թե սպասեք, թե նրանք ձեզ կկանչեն, չեն կանչի։ Դուք անձամբ նախաձեռնություն վերցնեք ձեր ձեռքը, որովհետև տեղի է ունենում, ելի եմ ասում, հայ մարդու իրավունքների խախտում։ Օրինակ, եթե որևէ երկում խախտում լինի հայ մարդու, դուք ինչ-որ ձևով չեք կարողանալու այդ երկրի ՄԻՊ-ի հետ խոսել եւ կազմակերպել այց կամ տեղում ինչ-որ հարցեր լուծվի։ Շնորհակալություն ձեր հարցի համար, սկսեմ ձեր հարցից, քանի որ միմյանց հետ փոխկապակցված են եւ անմիջապես անդրադառնամ ձեր հարցին։ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները ոչ թե որոշակի ազգային պատկանելություն կամ էթնիկ պատկանելություն ունեցող անձանց պաշտպանությունն է կամ որևէ քաղաքացիություն ունեցող անձանց, այլ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են կոնկրետ պետության տարածքում, եթե պաշտպանության ֆունկցիային է վերաբերում պետական տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումների արձանագրման գործընթացների վրա, անկախ անձանց քաղաքացիությունից, անկախ անձանց ազգային կամ էթնիկ պատկանելությունից, այսինքն եթե Հայաստանի Հանրապետությունում գտնվող որևէ անձ, որը նույնիսկ որևէ երկրի քաղաքացիություն չունի, դիմի մարդու իրավունքների պաշտպանի, մարդու իրավունքների պաշտպանը այո պետք է գործադրի իր լիազորությունները, եթե խոսքը վերաբերում է հենց այս մանդատին, հետևաբար կխնդրեմ չտարածել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ու մանդատի վերաբերյալ ոչ ճիշտ կամ խեղաթյուրված ընկալում, առանց այն էլ այնպիսի մի պետությունում ու հասարակությունում, որտեղ այդ ընկալումները միանշանակ խեղաթյուրված են։ Հիմա, եթե անդրադառնանք ձեր հարցադրմանը, եթե ձեզ թվում է, որ միայն օրինակ մեկ հոգի կամ երկու հոգի է մտածում Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի իրավունքների մասին, ապա կարծում եմ սխալվում եք, որովհետև մեզանից յուրաքանչյուրի համար է շատ կարևոր է այս խնդիրը եւ դա է պատճառը, որ մեզանից յուրաքանչյուրը ամենօրյա ռեժիմով փորձում է հասցեավորել այս հարցերը։ Հիմա եթե վերաբերում է խոսքը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներում իրականացվող գործիքակազմերին եւ ձեր կողմից նշված, այդ թվում գործընկեր ՄԻՊ կառույցներին դիմելու, տարբեր միջազգային կառույցներին դիմելու հնարավորությանը, ապա խնդիրն այն է, որ բոլոր գործիքակազմերն էլ օգտագործվում են եւ եթե հրապարակային եղանակով հանդես գալու հնարավորություն լինի հաշվի առնելով էթիկական ստանդարտները եւ մնացած բոլոր սկզբունքները, ես ինքս բնականաբար հրապարակայինորեն հանդես կգամ, բայց սա ոչ թե խոսում է մեր բարոյական կամ այլ պարտականությունների մասին, սա կարծում եմ յուրաքանչյուրիս գործառույթն է, որ պետք է իրականացնի, ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներում տարբեր խողովակների օգտագործմանը, ապա կարող եք դիտարկել հրապարակման ենթակա տեղեկատվությունը իհարկե մեր նաև պաշտոնական հարթակներում, որովհետև առնվազն վերջին օրինակ եթե միայն 3 շաբաթների տեղեկատվությունը ուսումնասիրեք, ինձ թվում է գոնե 4-ից ավելի անգամ որևէ տեղեկատվության կհանդիպեք, որտեղ ոչ միայն այս խնդրին է անդրադարձ կատարված, այլ հստակ նաև դիրքորոշում է ձևակերպված ազատությունից զրկված անձանց ազատ արձակման, անհապաղ ազատ արձակման կարևորության մասին, բայց նաև չկա մի միջազգային հարթակ ու ամենաբարձրաստիճանի հանդիպումներն են, որտեղ կարելի է բոլորովին այլ հարցեր քննարկել, բայց հենց այս հարցն է քննարկման առարկա դարձվում։ Բոլոր հնարավոր միջազգային բարձրաստիճան կազմակերպելու հարազատների այց կամ հանդիպում այնտեղ կազմակերպելու հնարավորություն տեսնում եք կամ այդպիսի փորձեր հնարավոր է դուք կազմակերպեք անեք հրապարակման ենթակա տեղեկատվության առկայության դեպքում, եթե դա վերաբերի իմ գործառույթներին, ես հանդես կգամ, եթե վերաբերի այլ պետական մարմինների գործառույթներին, արդեն կարող եք իրենց։ Իսկ Հայաստանի իշխանության անգործության հարցը դուք տեսնում եք ընդհանրապես անգործության, եթե ասեք կոնկրետ որ բնակավարում իր պարտադիր լիազորությունների իրականացման օրինակ հանդիպում կա, ԱԳՆ-ն կազմակերպի հանդիպում հարազատների այնտեղ գնալու տեսակցելու։ Կամ ԱԳՆ-ը զբաղվի կոնկրետ եթե տեսած լինեմ կամ տեսնեմ անգործության կամ ընդհանրապես իրենց լիազորությունները չգործադրելու խնդիր, բնականաբար ես ինքս Հիմա չեք տեսնում։ եթե տեսնեմ նման խնդիր,
ես դրա վերաբերյալ հանդես կգամ հրապարակային։ Կնեք, հիմա չեք տեսնում դուք այդ Ասում եմ, խնդիրը։ եթե տեսնեմ խնդիր, հանդես կգամ հրապարակային, ես հիմա հրապարակային ճեպազրույց եմ տալիս։ Այսինքն կարող ենք ամփոփ ասել Տիկին Մանասյան, դուք որևէ լիազորություն չունեք, ոչ ձեր հետ կապված այս կազմակերպելու, ոչ հարազատները, այսինքն այս իրավիճակում դուք ոչինչ չեք կարող անել։ Սիրելի լրագրողներ, չենք կարող այդպես ամփոփ ասել, որովհետև Դե ստացվում է ձեր խոսքից չեք կարողանում անել ոչ մի բան։ Երեկվա մեր հայտարարությունն եք տեսել, սիրելի լրագրողներ, նորից եմ կրկնում, ամփոփ պատասխանը հետևյալն է. հրապարակման ենթակա տեղեկատվության առկայության դեպքում մենք դրա վերաբերյալ հանդես կգանք, բայց նկատի ունեցեք, որ հարցը բազմաշերտ է, հարցը շատ մեծ շերտեր է իր մեջ պարունակում եւ նաեւ հարցը լուսաբանելիս է, ես խնդրում եմ շատ զգայուն եւ զգույշ եղեք, որովհետեւ կարող եք անդրադառնալ այնպիսի շերտերին, որոնք շատ վտանգավոր են, այդ թվում մարդու իրավունքների ու մարդու իրավունքների պաշտպանների Տիկին Մանասյան, եթե Ադրբեջանի ՄԻՊ-ը ձեզ պաշտոնական հրավեր ուղարկի, դուք կմեկնեք Բաքու։ Հարգելի գործընկերներ, սիրելի լրագրողներ, նորից եմ ասում, հրապարակման ենթակա տեղեկատվության առկայության դեպքում Չէ, ձեր դիրքորոշումն եմ հարցնում, պաշտոնական հրավերի դեպքում կգնաք Բաքու այցելության գերիներին։ Նորից եմ կրկնում, եթե հրապարակման ենթակա տեղեկատվություն լինի, ես դրա վերաբերյալ Ձեզ ցանկության մասին է խոսքը Տիկին Մանասյան։ Ոչ թե տեղեկատվության հրապարակելու։ Լրագրողներ, դուք խոսում եք մի հարցի մասին, նորից եմ կրկնում, որը բազմապիսի շերտեր է պարունակում։ Այդ անվտանգային, այդ թվում մարդու իրավունքների հետ կապված, մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունների հետ կապված տարբեր ասպեկտներ, ուղղակի մի փոքր տեղեկատվություն, որ դուք էլ պատկերացնեք, հարցի զգայունությունը եւ նաեւ որոշակի առումով անհրաժեշտությունը զգայուն լինելու։ Օրինակ, ոչ իմ գործունեության, ոչ որպես իմ ժամանակահատվածի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության, բայց այլ ժամանակահատվածի հետ կապված, օրինակ, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից բարձրացվել է հարց, արդյոք ճիշտ սկզբունքների հիման վրա է այս ոլորտում իրականացվում գործառույթը, թե ոչ։ Եվ սա նաև կարգավիճակի հետ կապված խնդիրների կարող է առաջ բերել եւ այլն։ Հետևաբար խնդրում եմ զգույշ լինել թե հրապարակումների, թե օգտագործվող հարցերի տեսանկյունից, բայց այս հարցերը կարող ենք նաև հետագայում քննարկել շատ ավելի այլ այդ ձևաչափով։